Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփին Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունում է, որ բացահայտ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, նա այդ մասին խոսեց այսօր Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Օտարերկրյա լրագրողներից մեկը հարցրեց Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ Մակրոնի բացահայտ աջակցությունը Փաշինյանին միջամտություն չէ ընտրությունների գործընթացին։ Պետք է հասկանալ, թե որոնք են միջամտությունները, այն քայլերը, որոնք փորձում են մանիպուլացնել ժողովրդին ժողովրդավարական երկրում։ Ես ցուցաբերում եմ աջակցություն այն գործընկերոջը, որին վստահում եմ ավելի քան 8 տարի, անում եմ այն, ինչ արել եմ Մայա Սանդուին աջակցելով, որը դիմակայում էր ոչ եվրոպական ընտրություն։ Բայց դա նույնը չէ, ինչ այդ փոխազդեցությունները տեղեկատվության մանիպուլյացիան ԶԼՄ-ների միջոցով կեղծ տեղեկատվություն տարածելով եւ փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են, շատ երկրների ղեկավարներ աջակցել են Մոլդովային, այստեղ չի կարելի խոսել միջամտության մասին, սա բաց երեսով միջամտություն է, մինչդեռ կան այլ միջամտություններ օտարերկրյա գործակալների միջոցով Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը, ասաց Մակրոնը։ Նրա խոսքով ինքը ոչ թե փորձում է կեղծել այդ ժողովրդավարությունը, այլ մասնակցել դրա կառուցմանը։ Փաշինյանն ու Մակրոնը այսօր նաև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։ Բացի այդ, Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են արհեստական բանականության, կիբերանվտանգության եւ կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր։ Այս պահի դրությամբ Փաշինյանն ու Մակրոնը մեկնել են Գյումրի, որտեղ Ֆրանսիայի նախագահի պատվին մեծ համերգ է կազմակերպվել։ Նիկոլ Փաշինյանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնի եւ Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես կդիմի ԵՄ եւ դուրս կգա ԵԱՏՄ-ից, եթե հունիսի 7-ի կայանալիք ընտրություններում ինքը վերարտադրվի։ Հայաստան-Եվրամիության հարաբերությունների տեսակետից ահռելի պոտենցիալ կա եւ համոզված եմ, որ մենք շատ լուրջ ռազմավարական նշանակություն նախագծեր ենք իրականացնելու։ Այսօր առիթ ունեցել ենք այդ նախագծերի հայեցակարգը քննարկել եւ արձանագրել, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում եւ պետք է շարժվենք հենց այդ ուղղությամբ։ Բլումբերգի լրագրողի հարցին ի պատասխան ասաց Փաշինյանը։ Ուրսուլա ֆոն դեր Լայնն նկատել է, որ Հայաստանն ու Եվրոպան այսօր ավելի մոտ են, քան երբևէ։ Սա ոչ միայն մեզ միավորող հարուստ պատմություն ու մշակույթն է, այլև այն հնարավորությունները, որոնք բացվում են մեր առջև։ Հայաստանի Հանրապետությունը եւ ԵՄ-ն այսօր ավելի մոտ են, քան երբևէ եղել են։ Մենք առաջընթաց ենք արձանագրում վիզաների ազատականացման հարցում, ինչպես նաեւ ներդրումային հոսքերի ապահովման ուղղությամբ։ Մեր ներդրումային ծրագրով արդեն նախատեսված է 2.5 միլիարդ եվրո։ Այս գագաթաժողովով հարաբերությունները նոր մակարդակ են թեւակողում։ Հայաստանն իսկապես ապահովում է ամենակարճ երթուղին Եվրոպայի համար դեպի Կենտրոնական Ասիա եւ Կասպից ծով։ Նախկինում պատերազմների եւ աշխարհաքաղաքական նկատառումների բերումով այդ երթուղին փակ էր, սակայն այժմ դուք փոխում եք իրավիճակը շնորհիվ խիզախ ընտրության, հանուն խաղաղության եւ եվրոպական ցանցերին ավելի մեծ ինտեգրման, ասաց նա, շեշտելով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների համար, մանավանդ քրիտիկական հումքի տեսակետից։ Այսօր մայիսի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կազոհ ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել եւ կատուժած։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որտեղից կարճ ժամանակ անց հազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, մահացածի եւ կրակոցներ արձակող ինքնությունը եւ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործություն կատարած անձին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են անանման հետքեր, ծխախոտ եւ այլ կասկածելի իրեր։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը մոտ 40 տարեկան է, նրա անունը Արտյոմ է։ Հայաստանն ու Թուրքիան դեռ չեն քննարկել սահմանի բացման ժամկետների հարցը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլաչը։ Մենք արդեն որոշել ենք, երբ ժամանակը գա, բոլոր մանրամասները քննարկվեն, ամեն ինչ կատարվի, կբացենք սահմանը։ Շինարարությունը գրեթե ավարտված է, բայց պետք է լուծել որոշ հարցեր, մարդկանց իրազեկել այդ մասին, միացնել ինտերնետը եւ այլն։ Մենք դեռ ժամանակ ունենք սահմանի ամբողջական վերականգնման համար, ասաց Քլաչը։ Նրա
խոսքով խոչընդոտ չկա, միայն տեխնիկական եւ բյուրոկրատական խնդիրները պետք է լուծել։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը պնդեց, իրենք դրա համար քաղաքական կամք ունեն ու այդ մասին դեռ 2022 թվականին են հայտարարել։ Սահմանի բացվելու ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան ՔԼՉ շեշտեց, չի ցանկանում մոլորեցնել հանրությանը ու այդ մասին գնահատական տալ։ Սպուտնիկ Արմենիան հետաքրքրվեց, թե ինչպես է իրեն զգում ՔԼՉ Հայաստանում։ Զգում եմ, ինչպես տանը, արձագանքեց դիվանագետը։ Ավելի վաղ թուրքական ընդդիմադիր Ջումհուրիի հետ պարբերականը գրել էր, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել հունիսի 4-ին Բաթումի պայմանագրի ստորագրման օրը, սակայն Անկարայից հերքել էին այս տեղեկությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ոգեշնչված երգում է հանրության առջև իր երկրի տնտեսական խնդիրները լուծելու փոխարեն։ Այս մասին X-ում գրել է ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ Այն բանից հետո, երբ Մակրոնը երեկ դրսևորեց իրեն վազորդի եւ շների դայակի դերում, այսօր Մակրոնը ոգեշնչված երգիչ է։ Մինչդեռ տասնյակ միլիոնավոր ֆրանսիացիներ երջանիկ կլինեին միջոցառումների ընդունման համար, օրինակ բենզինի գների ոլորտում, գրել է Ֆիլիպոն։ Ֆիլիպոն նաև հերթական անգամ քննադատել է հարավ-ամերիկյան ընդհանուր շուկայի երկրների հետ առևտրային համաձայնագիրը, որի արդյունքում հարավային Ամերիկայից էժան գյուղատնտեսական արտադրանքն ազատորեն մուտք կգործի Եվրոպա։ Հիշեցնենք, որ Երևանում տեղի ունեցած ընթրիքի ժամանակ Մակրոնը նստել է ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանի կողքին եւ սկսել երգել ֆրանսիահայ շանսոնյե Շարլ Ազնավուրի Լա Բոհեմը երգը։ Իսկ ջազմենը նրան աջակցել է դաշնամուրի նվագակցությամբ։ Ընթացքում նրանց է միացել Նիկոլ Փաշինյանը, ով սկսել է նվագակցել նրանց հարվածային գործիքներով։ Ռուսաստանից Հայաստան կանխիկ ռուբլու ներմուծման վերջին դեպքերն արտարոց մեծ փոփոխություններ չեն առաջացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ունեցած մակրոթվերի մեջ, ինչպես նաև փոխարժեքի շուկայում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե կանխիկ ռուսական ռուբլու ներմուծումը Հայաստան արդյոք փոխարժեքի շուկայի վրա կարող է որոշակի ճնշումներ առաջացնել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած երկու քաղաքացու Զվարթնոց օդանավակայանում 72 միլիոնից ավելի ռուսական ռուբլի է հայտնաբերվել։ Դրանից առաջ Զվարթնոցից բերման են ենթարկվել ու ձերբակալվել 113 միլիոն ռուբլի տեղափոխող քաղաքացիներ։ Խաչատրյանը նշեց, որ անդրսահմանային կանխիկով այս գործառնությունները վերջին 3-4 տարիների ընթացքում են առավել ակտիվ դիտարկվում, թեև ռուսական ռուբլու տեղափոխումներն անընդհատ են եղել։ Մենք անընդհատ բարելավել, խստացրել ենք պահանջներ ենք դրել ֆինանսական կազմակերպությունների առաջ, որպեսզի մաքսիմալ հիմնավորված ներկայացնեն, թե ինչու են կանխիկով այդ գործառնությունները Հայաստանում տեղի ունենում, որտեղից են այդ գումարների աղբյուրները, նշեց Գալստյանը։ Նրա խոսքով այս պահին արտարոց բան չկա, իրենց աշխատանքային ռեժիմում եւ մակրոթվերի մեջ եւս մեծ փոփոխություններ չեն տեսնում։ Խաչատրյանը նշեց, որ շարունակվում է տրանսֆերների աճը, սակայն կանխիկի շրջանառությունը կենտրոնական բանկը դիտարկում է ժամանակ առ ժամանակ հարցումների միջոցով։ Նա վստահեցրեց, որ մոտ ապագայում պատրաստվում են ելի հարցումներ անել հասկանալու համար, արդյոք փոխվել է դինամիկան, թե ոչ։ Մայիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Դնիր վարած Միցուբիշի Պաջերո մակնիշի ավտոմեքենայով Մարգարավանաձոր Տաշիրեմ 3 ճանապարհի 63 կիլոմետրին Հարթավան Քուչակ գյուղերի միջանկյալ ճանապարհահատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, փախվել հողաթմբի եւ գլխի վայր հայտնվել դաշտով անցնող երկաթե ջրախողովակի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է ապարան բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։ Վթարի փաստով պարեկային ծառայությամբ Մարագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված ինքնությունը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձակնության, եղել է սթափ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։